Շնորհակալ եմ հոգի սիրասուն, սիրով տատիկիս մտաբերեցի, գիշերվա քնից խաղաղված զարթնում, ձեռքեր ու երես սիրով լվանում ու տան հոգսերը շալակներ առնում, թոռներին պահում ու հետ էր քաշում, մայրս լավ գիտեր, շնորհակալ էր, մեծին հարգում էր ու սիրով բանում, իրեն գործերը հերթով ու կարգով լավ էր հասցնում, տատս շատ գոհ էր, ուրախ էր զգում, հարսն ամեն ինչից գաղափար ուներ, արագ-արագ էր իր գործերն անում ու հայրիկիս էր թև թիկունք դառնում, իսկ ինչ է անում հիմիկվա տատը, աչքերը դեռ փակ, տեղի մեջ պառկած, հեռախոսին է ձեռքը երկարում, ժամին է նայում ու էլի քնում, հետո էլ քնից հոգնած արթնանում ու զարմանում է, որ թույլ է զգում, ձեռքը երկարում, ճնշումն է չափում, թեթև հաբերը վազերում լցրած, ջոկում է մի կերպ, թե որն է լավը, որ իր ճնշումը արագ կիջացնի, թքած թե հոգին դեղին դեմ լինի, դեղը կգնա, մարմնով անցնի, հոգին էլ ներսից պայքար կսկսի, դե գնա հիմա կռիվ սկսի ու քո հոգու հետ թշնամի դարձիր, հոգին էլ այստեղ մի պահ լռում է, որ չեք հասկացել, իրեն չեք լսել, հոգու հետ հանգիստ զրույց չեք արել, մի պահ կլռի ու կկատաղի, մի այլ ձևերով ցավեր պարգևի, դեղի դեմ պայքար կրկին կսկսի, դե հիմա գնա ու խելքդ շարժիր, խելքիդ փչածին մի հատ լավ զննիր, խելքդ միտք բռնեց, սրտիդ հարցրու, սիրտդ հոժար է, քո մտքին սիրեց, հոգիդ խաղաղվեց, հաճույք ստացավ, նշանակում է այդ միտքը քոնն է, էներգիա ստացիր ու մի լավ գործիր, սիրող քո սրտի գործերը գտիր, էներգիատ մեջը տազատ պտտվի, մարմինդ սիրով լիցքեր ստացած, սրտի ուզածը սիրով ողողված, անվերջ կբանի, էլ չի դժգոհի, քո բռնած գործից երբեք չի հոգնի։